Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00 իդրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը դեռևս չի որոշել ի վերջո մասնակցելու է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, թե ոչ։ Այսօր էլ Սերժ Սարգսյանն իր գործով դատական նիստից առաջ պնդեց չունեն որոշում, ոչ չունենք որոշում, եթե ունենանք, կասենք։ Ոչ, չունենք որոշում, եթե ունենանք, կասենք։ Պարոն Սարգսյան, իսկ մեծ դաշինքով Ես ունեմ, միասնական ճակատագրեր։ ես ցանկություն ունեմ, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ուրեմն միավորվելը շատ բարդ խնդիրով։ Եվ խոսքը չի գնում մի ցուցակով գնալու մասին, ասում եմ դուք եք խոսքը, դա նշանակություն։ Բայց տեսնենք։ Ասաց Սարգսյանը ըստ էության չհավատալով, որ ընդդիմությանը կհաջողվի միավորել ընտրություններին ընդառաջ։ Դատական նիստի ավարտից հետո Սերժ Սարգսյանը նաև նշեց մինչև վերջ չգիտեմ, թե ինչ է թրիփը։ Ադրբեջանցիները դրան անվանում են միջանցք, թուրքերն անվանում են միջանցք, Հայաստանի հանրության մի մասն անվանում է միջանցք, իսկ իշխանությունները համարում են անվտանգության երաշխիք խաչմերուկ, բայց իրենց ասածները մի շաբաթ հետո, մի ամիս հետո կփոխվեն, 2 ամիս հետո բոլորովին հակառակը կլինի, ասաց երրորդ նախագահը, ապա շարունակեց. Երբ փաստաթուղթը տեսնենք, թե ինչ կարգավիճակ ունի, այն ժամանակ էլ կասեմ ռիսկեր տեսնում եմ, թե ոչ։ Հայկական բանակը չթողեցին, որ խաղաղության երաշխավոր լինի, այդ փաստաթուղթն ինչ խաղաղության երաշխավոր պետք է լինի։ Դատարանը 2 ամսով երկարաձգել է Արշակ arczepiskopos Խաչատյանի կալանքը, փաստաբան Արսեն Բաբայանի փոխանցմամբ Արշակ Սրբազանի մոտ տեսակցությունները սահմանափակվել են, նրան միայն քրոջ երեխաները կկարողանան այցելել։ 2 ամսով երկարացվեց կալանքը, սահմանափակվեց բնականաբար տեսակցությունները, միայն ուրախալի բան ունեմ ասելու, որի միջնորդությունը քրոջ երեխաներին տեսակցելու մասով բավարարվեց։ Միայն քրոջ երեխաները կկարողանան այցելել։ Դե, որոշում, գիտեք, չեմ ստացել որոշումը, ընդհանրապես հրապարակվեց, որոշումը 2-3 ժամվա մեջ պատրաստ կլինի, կվերցնենք, կարդանք, տեսնենք ինչ են գրել։ Կլանակի հետ կապված պարզվեց։ Տեսեք, իրականում այս վարույթին, կալանքի երկարացման վարույթին դա չվերաբերվող հարց էր, բայց այնուամենայնիվ որ խոստացել էի կհարցնեմ, քննիչին հարցրեցի եւ ստացա նաեւ համաձայնություն, որ հայտնեմ այդ մասին։ Քննիչը կատեգորիկ հերքեց, ասեց նման բան չկա, ոչ մի ապացույց չի կորել իրական վարույթից։ Ասում եմ, ասեցի կարող եմ հայտնել լրատվամիջոցները հարցնում էին, ասեց այո, կարող եք, որտեղ դա խնդիր չի։ Հիմա այս փուլում չենք կարող։ Դա երբ որ ըստ էության քննության ժամանակ գա, արդեն այդ ժամանակ կտեսնենք։ Այս փուլում չենք կարող։ Բնականաբար, իհարկե։ Բան, իսկ ձեր կարծիքով, քանի որ նշվում է, որ որևէ հիմք չկա նրան կալանքի տակ պահելու, սրանով ինչ հարց է։ Սրանով շարունակում է եկեղեցու դեմ ճնշումները, սրանով շարունակում է Արշակ Սրբազանի նկատմամբ այս ամեն ինչ, ինչ որ արվում էր շատ վաղուց սկսված, այս ամեն ինչն է։ Անդրադառնալով Արշակ Սրբազանի գործով իր եղենապացույցի Մարիխուաննայի գլանակի անհետացման մասին ազատության հարցին, փաստաբան Արսեն Բաբայանը պատասխանեց. Քննիչը կատեգորիկ հերքեց, ասաց նման բան չկա, ոչ մի ապացույց չի կորել, ասում է տեղում է։ Հարցին չեն ուզում տեսնել գլանակն իսկապես տեղում է, թե ոչ, Բաբայանն արձագանքեց, որ այս պահին չեն կարող, քննության ժամանակ կկարողանա տեսնել։ Հիշեցնենք, իրավապահները պնդում են, որ 2018-ին կաթողիկոսի հեռացումը պահանջող Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժման մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով Արշակ Սրբազանը հրահանգել էր ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց գցել։ Դեկտեմբերից կալանավորված Մայրաթորի դիվանապետը հերքում է իրեն վերագրվող մեղադրանքը։ Երևանում նախագահական նստավայրի շենքի դիմաց զոհված զինծառայողների ծնողները, հարազատներ եւ մի շարք այլ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք Վագն Խաչատուրյանից պահանջել են ներողություն խնդրել Դավոսում Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։ Ես առաջին օրը երբ որ լսեցի իր շնորհակալությունները, շատ վերքիս վրա անկեղծ ասած աղլեցվեց։ Ինչի համար։ Երբ որ եռաբլուրը գնալով մեծացավ, հա, ինչի համար, դուք անգամ հերոսի ծնողներին որևէ մի օր ձեզ չի հետաքրքրել, ինչ հորով ենք մենք ապրում։ Երբ որ դեկտեմբերի 31-ին բոլորդ նստած եք ճոխ սեղանների առաջ, նոր տարի եք դիմավորում ամանոր, իսկ մենք սառը քարերը գրկած եռաբլուրում ողբում ենք, թե ոնց կարելի է առանց քո կեսի դու ամանոր դիմավորես։ Շատ ցավալի է, խելքի եկեք, ամոթա։ Ասում են շնորհակալություն է հայտնել, որովհետև մի քանի գերիներ են վերադարձվել, շնորհակալություն է հայտնել, որովհետև խաղաղություն է։ Բայց մի հատ խնդրում եմ հարցրեք մեր գերիների առողջական վիճակը ինչ ձև են վերադարձվել, ու ինչ է կատարվում մեր գերիների հետ այնտեղ։
Նորից եմ ասում, մեկը ես որին որդին զոհվել է, ոչ մեկ իմ դուրը պատկան մարմիններից չի թակել, ասի ցավում ենք կատարվածի համար։ Ինչի մասին է խոսքը։ Ինչի մասին է խոսքը։ Չէ որ դուք մարդ եք, չէ, այս ցավը պետքա լինի իշխանավորներից ցանկացածի տունը։ Չեմ ցանկանա անգամ թշնամուս։ Բայց երբ որ դիմացինը հասկանա քո ցավը ինչ է, սա ինքը պիտի զգա իր կաշվի վրա։ Չի կարելի այսպես։ Նորից եմ ասում, շատ մեծ ցավ ենք ապրում։ Եռաբլուրում դու գնում ես գլուխ ես, դու անգամ չես ուզում հերոսների առաջ գլուխ խոնարհվես, բայց դու գնում ես ասում ես շնորհակալություն։ Չի կարելի այդպես։ Ասում եք շնորհակալություն 2 օր հետո գնում եք հերոսների մոտ գլուխ եք իբրև թե ճակերտավոր խոնարհվում։ Այդ նորմալ է։ Ես չեմ ուզում ոչ մի բան քաղաքականացնել։ Դուք բոլորդ էլ նույնն եք, բոլորդ էլ օգտվում եք նույն ձեր ուտելու ափսեից։ Չի կարելի այսպես։ Նորից եմ ասում, ես լինելով հերոսի ծնող իմանալով ակցիայի մասին, այո, շատ շնորհակալություն, որ ակցիան կազմակերպեցիք, ու իմ նման բազմիցս լիքը ծնողներ կան, որոնք իրանց տանը նստած, այո, շատ մեծ ցավ են ապրում։ Մեր ցավի վրա նորից աղ լցրեցիք։ Չեմ կարող բառերով բացատրել, ինչ ենք զգում։ Ամոթ ձեզ։ Դուք պետք է հասկանաք, որ բոլորդ յուրաքանչյուրդ ապրում եք մեր որդիների կյանքի արյան գնով։ Դուք գողացաք մեր որդիների գարունները։ Բողոքի ակցիայի մասնակիցները նաև իրենց ձեռքերում պահում են մեր ցավը քո դիվանագիտությունը չէ, Դավոսում շնորհակալություն, Եռաբլուրում պատասխան, Ալիևին շնորհակալություն, իսկական ամոթ է եւ այլ գրություններով պաստառներ։ Հունվարի 29 Դավոսում Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը թեմայով պանելային քննարկման ժամանակ Վահագն Խաչատուրյանը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հաջողություն կունենա, որովհետեւ երկու երկրներն էլ առաջ են նայում, իսկ եթե հետ նայեն ու փորձեն գտնել հակամարտության պատճառները, դա կզրկի այսօր ստեղծված հնարավորություններից։ Խաչատուրյանն իր ելույթի ընթացքում նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին դրսևորած քաղաքական կամքի համար։ Հական Ֆիդանի մոտ ընդամենը ողջույն էր եւ մեկնաբանություն մեր կառավարության քայլերին Սոլովյովի մոտ պահանջ էր բռնության կոչ, որ ինչ որոտար երկիր ինտերվենցիա կիրառի Հայաստանի նկատմամբ։ Այս մասին իր այսօրվա ասուլիսում ասել է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, արձագանքելով հիշյալ գործիչների սկանդալային հայտարարություններին։ Եթե նույն Սոլովյովը ողջուներ ընդդիմության քայլը, որն ուզում էր մասնակցել ընտրություններին, Ռուսաստանի հետ պայմանագիր կնքել, որևէ բռնության կոչ չկա։ Դա ողջունում է այն քաղաքական ուժին, որն իրենց կարծիքով տանում է իրենց օրակարգը։ Վերջերս Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարն ասել է, իր կարծիքով Հայաստանի հասարակությունը շատ լավ հասկանում է, որ եվրոպացիները սին խոստումներ են տալիս։ Այստեղ խնդիր չկա, դա մենք չենք կարող ոչ արգելել, ոչ էլ այդպիսի խնդիր կա, դա ազատ տեղեկատվական հոսքերի ֆորմուլա է, որը Հայաստանը որդեգրել է, նշել է նա։ Հակոբյանը հավելել է, որ հանրային մուլտիպլեքսում Սոլովյովի հաղորդումների արգելքը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տիրույթում է։ Այն հայ-ռուսական պայմանագրի կետ է հայկական կողմից, ինչ կապված է ցանցային օպերատորների հետ, այնտեղ շարունակվում են Սոլովյովի ելույթները, որովհետև Սոլովյովը ոչ միայն RTR, այսինքն ռուսական պետական հեռուստաալիքով է ելույթ ունենում, այլ նաև Ռոսիա 24 քարոզչական ալիքով, որի հանդեպ նախարարությունը որևէ կարգավորում չունի, ասել է Հակոբյանը։ Հայաստանը երկաթգծի Իջևանի եւ Ախուրիկի հատվածները կառուցելու համար բանակցում է Ռուսաստանի Դաշնության հետ, այս մասին իր այսօրվա ասուլիսում հայտարարեց Դավիթ Խուդատյանը, վերահաստատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը։ Հունվարի 15-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Հայաստանի Հանրապետության կառավարությունն ակնկալում է, որ Ռուսաստանը սեղմ ժամկետում կարձագանքի երկաթուղու դեպի Ադրբեջան եւ Թուրքիա մի քանի հատվածների շտաբ վերականգնման հարցին։ Խոսքը Իջևանի, Երասխի եւ Ախուրիկի հատվածների մասին է, որոնք 1980-ականների վերջից սկսած չեն շահագործվում։ Մենք շարունակում ենք բանակցությունները ռուսական կողմի հետ եւ մեր ընկալումն այնպիսին է, որ ձեր նշած հատվածների մասով իրենց հետ համատեղ ենք իրականացնելու աշխատանքը, այսինքն իրենց միջոցով, ասաց նա։ Խուդատյանը նաեւ նշեց, որ Շիրակի մարզպետի փոփոխություն չեն նախատեսել։ Մենք մարզպետի փոփոխություն չենք նախատեսել։ Գոհ ենք պարոն Արուշանյանի աշխատանքից եւ պարոն Արուշանյանը շարունակելու է պաշտոնավարումը այնպես, ինչպես այս ընթացքում է իրականացրել։ Եվ եթե մարզպետի փոփոխություն չենք նախատեսել, հետեւաբար նաև մարզպետի տեխնացուի քննարկում չենք իրականացնել։ Ասաց նա, պնդելով, որ Արուշանյանի ազատման հետ կապված լուրը իրականությանը չի համապատասխանում։ Բնականաբար աշխատանքային process-ում թերություններ էլ կլինեն, շտկման հնարավորություն էլ կլինի, բայց նրա աշխատանքը գնահատում ենք բավարար եւ կարծում ենք նա շարունակելու է աշխատանքը Շիրակի մարզում, պնդեց Պաշտոնյան։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ քան մոտենան նախընտրական գործընթացին, այդքան իրենց նկատմամբ հարձակումներ ավելի վատն են լինելու։ Մի բան էլ կուզեի ավելացնել, ինչքան մենք մոտենանք նախընտրական process-ներին, այնքան հարձակումները ավելի վատ են լինելու։ Իհարկե,
ես այս վերջի 2 օրվա դեպքերի հետ եմ ասում, իհարկե մենք էլ պետք է առիթ չտանք, որ հարձակումներ լինեն, բայց հարձակումները ավելի շատ, ավելի տհաճ, ավելի գրեհ են լինելու։ Մենք աշխատում ենք հավասարակշռության մեջ մնալ, փորձելու ենք ամեն ինչ անել, որ մեր այս վերցրած ճանապարհը մինչև վերջ հասցնենք, որտեղ հասկանում ենք, որ չկա ուրիշ այլ ընտրանք, որտեղ հասկանում ենք, որ փոփոխություն պետք է լինի։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի որդին Սարգիս Կարապետյանը օրերս մասնակցել էր Եռանկյունի փոդքասթին, որի ժամանակ նրա հնչեցրած մտքերից մի քանիսն իրարամեջ քննարկումների պատճառ դարձան։ Այսօր փետրվարի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում ժամը 10:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Դավիթ Ուն իր վարած Opel Magnish-ի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կիլոմետրի հատվածում Սեմոյի մոտ ռեստորանի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սառույցին, ապա ճանապարհի երկաթե արգելապատներշին եւ գլխի վայր շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։